Սիրելի եկեղեցի, Տերը թող օրհնի բոլորիս եւ առաջնորդի իր Սուրբ Հոգիով լցված իր կենթանի խոսքը լսելու եւ իր խոսքին հնազանդվելու։ Այսօր միասին տոնում ենք հոգեգալուստը, Սուրբ Հոգու էջքը, որ տեղի ունեցավ, մենք գիտենք, որ երբ որ Տեր Հիսուս Քրիստոս հարություն առավ, 40 օր հետո նա համբարձվեց երկինք եւ խոստացավ, որ ես գնում եմ, սակայն Սուրբ Հոգուն պիտի ուղարկեմ, որ ձեզ հետ կմնա հավիտյան, մեկ այլ տեղ ասում է, եթե ես չգնամ, Սուրբ Հոգին չի գա, եւ մենք տեսնում ենք, որ երբ որ Տեր Հիսուս Քրիստոս համբարձվեց, 10 օր հետո, 50-րդ օրը Սուրբ Հոգին իջավ աշակերտների վրա։ Ով է Սուրբ Հոգին, սիրելի եկեղեցի։ Սուրբ Հոգին մենք գիտենք, որ Սուրբ Երրորդության մեկ անձն է։ Ով է Սուրբ Հոգին։ Ինչպես է, որ մենք ապաշխարում ենք եւ գալիս ենք դեպի Տերը։ Արդյոք մեր մարդկային հետաքրքիր ֆենոմենալ միտքն է, որը որ եկավ հասավ մեկ կետի, որ հասկացավ, որ այլևս Աստծո կարիքը ունի։ Ոչ։ Եթե ուշադրություն դարձնենք, տեսնենք, որ Սուրբ Հոգին է, որ գալով մեր կյանքերի մեջ մեզ մղում է, առաջնորդում է ճանաչելու Տիրոջը, առաջնորդում է ապաշխարության, առաջնորդում է զղջալու, առաջնորդում է Տիրոջը մոտենալու։ Առանց Սուրբ Հոգու մարդիկ դեպի Հայր Աստված չեն կարող գնալ։ Սուրբ Հոգու զորությունը մարդկանց դարձրեց Քրիստոսին դավանողներ։ Սուրբ Հոգին օգնում է վկայելու Աստծո խոսքը եւ օգնում է մեզ փոխվելու ու Քրիստոսակերպ դառնալու։ Սուրբ Հոգին մեզ սովորեցնում է ճշմարտությունը ու ճանաչեցնել է տալիս Հայր Աստծուն եւ տալիս է խաղաղություն իր ներկայության մեջ։ Այո, Սուրբ Հոգին է, ով մեզ հանդիմանում է ու նաեւ մխիթարում։ Սուրբ Հոգին է, ով լուսաբանում է Աստծո խոսքը եւ մեզ համար ընկալելի է դարձնում այն։ Սուրբ Հոգին է, ով Աստծո զավակներին համախմբում է Քրիստոսի մարմնի, այսինքն եկեղեցու մեջ։ Առանց Սուրբ Հոգու մասնակցության չի կարող լինել քրիստոնեական ծառայություն, հոգևոր աճ եւ փրկություն։ Ուրեմն Սուրբ Հոգին է, ով մեզ մեր կյանքի ողջ շրջանի մեջ ուղղորդում է, առաջնորդում, խրատելով, հանդիմանելով, ուղղելով, մխիթարելով եւ հաստատելով հավատքի կյանքի մեջ։ Պատվելին ընթերցեց 2-րդ գլուխ Գործք Առաքելոց 38-րդ համարը։ Ուրեմն այս համարը համախմբում է 2-րդ գլխի ամբողջ բովանդակությունը, որը Սուրբ Հոգու գալուստը, ավետարանի քարոզչությունը, ապաշխարություն, մկրտություն եւ եկեղեցու ծնունդը։ Ուրեմն Գործք Առաքելոցի 2-րդ գլուխը ընդգծում է Աստծո թագավորության քարոզչության շրջադարձային պահը։ Եկեղեցու ծնունդով սկսում է Աստծո փրկագործական ծրագրի մի նոր փուլ։ Առաջին գլխում աշակերտները պիտի սպասեին եւ ոչինչ չձեռնարկեին, իսկ երկրորդ գլխում նրանք լցվելով Սուրբ Հոգովը պատմեցին Աստծո մեծամեծ գործերը, որ Աստված կատարել էր։ Առաջին գլխում Փրկիչը համբարձվեց, իսկ երկրորդ գլխում Սուրբ Հոգին է իջնում։ Տեր Հիսուս Քրիստոսի առաջին գլխում տրված խոստումները կատարվում են երկրորդ գլխում, երբ որ Սուրբ Հոգին իջնում է աշակերտների վրա։ Քրիստոսի կյանքի, մահվան եւ հարության իրադարձությունները տեղի չեն ունեցել փակ անկյունում, կարծես թե գաղտնի ծածուկ, այլ բացահայտ է կատարվել այս ամենը մարդկանց աչքի առջև։ Նույնը կարելի է ասել եկեղեցու ծննդյան մասին, որը սկսեց Սուրբ Հոգու գալուստով եւ որը կատարվեց բազմահազարանոց մարդկանց աչքերի առջև։ Ուրեմն սա չեղավ գաղտնի ծածուկ, այլ բացահայտ բոլորի առջև։ Ուրեմն եկեղեցու ծնունդը սկսվեց Սուրբ Հոգու հեղման միջոցով։ Սիրելիներ, քարոզը բաղկացած է 3 հիմնական հատվածներից։ Եվ հիմա առաջի հատվածը, որ միասին պիտի խոսենք, հետևյալն է. խոստման իրականացում։ Մենք միայնակ չենք։
Երկրորդ գլուխ 1-4 համարները, երբ որ կընթերցենք, մենք կտեսնենք խոստման իրականացման մասին, որտեղ Աստծո խոսքն ասում է. «Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում, հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց եւ լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին, եւ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին»։ Այո, սա խոստման իրականացումն էր։ Եվ խոստումը նկարագրված է Գործք առաքելոց առաջի գլխի մեջ, 4 եւ 5-րդ համարի մեջ, որտեղ ասում է. «Որքան ժամանակ որ միասին էին, Հիսուսը նրանց պատվիրում էր չհեռանալ Երուսաղեմից, այլ հոր խոստմանը սպասեք, ինչպես որ ինձանից լսեցիք, որովհետև չնայած Հովանեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգիով»։ Եվ այո, տեսնում ենք, որ համբարձումից 10 օր հետո Սուրբ Հոգին իջավ, կատարվեց խոստումը եւ աշակերտները մկրտվեցին Սուրբ Հոգիով եւ այլ լեզուներ սկսեցին խոսել, որը նպաստեց ավետարանի տարածմանը ողջ աշխարհով։ Ուրեմն հոգեգալստյան տոնը նշանակում է 50-րդ կամ 50 ական, եւ այն մտնում էր հրեական շաբաթների տոնի մեջ եւ այն հնձի տոնի խորհուրդը ուներ, որը նշվում էր Զատիկից հետո 50-րդ օրը, եւ այդ օրերին տարբեր երկրներից հազարավոր մարդիկ էին գալիս մասնակցելու այս տոնին։ Ուրեմն հոգեգալստյան տոնին կատարվում էր առաջի բերքի պտուղների նվիրաբերումը։ Սուրբ Հոգին այս օրը եկավ որպես հավատացյալ ժողովրդի ժառանգության առաջի պտուղ։ Այս ժամանակ, ովքեր մաս կազմեցին եկեղեցուն, նրանք դարձան ապագա հավատացյալների ամբողջ բերքի առաջին պտուղը։ Եվ սա կարևոր էր եւ խորհրդանշական։ Ուրեմն ինչպես նաեւ Սուրբ Հոգին դարձավ մեր փրկության երաշխիքը, ինչ է նշանակում երաշխիք, որևէ բանի պահպանվելու հաստատող խոստում, ապահովություն եւ պաշտպանություն այդ խոստումը իրականացնելու համար։ Այո, Սուրբ Հոգին սա մեր փրկության երաշխիքն է, ինչպես Եփեսացիների նամակում գրված առաջի գլուխ 13 եւ 14-րդ համարներն ասում են. «Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք, ձեր փրկության ավետարանը, որին հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք, որը մեր ժառանգության գրավականն է», այսինքն մեր ժառանգության հավիտենական կյանքի երաշխիքն է, մինչև ժողովրդի փրկությունը, որպեսզի նրա փառքը մենք գովաբանենք։ Սիրելիներ, հաջորդ բանը, որ մենք սովորում ենք այս հատվածից, դա այն է, որ Հովանու ավետարան 14-րդ գլուխ 16 եւ 26-րդ համարները հետեւյալն է ասում. «Եվ ես հորը կաղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան»։ Ուրիշ մխիթարիչ կուղարկեն, որ ձեզ հետ մնա հավիտյան։ Ինչ է նշանակում սա, սիրելի եկեղեցի, որ մենք մեր հոգևոր կյանքի մեջ միայնակ չենք, այլ Տերը մեզ առաջնորդում է իր Սուրբ Հոգիով, ներգործելով մեր մեջ եւ մեր միջոցով։ Սա նշանակում է, որ մեր գործունեության մեջ, ծառայության մեջ, հոգևոր կյանքի մեջ, հոգևոր կենցաղավալության մեջ, սիրելի եկեղեցի, միայնակ չենք մենք, այլ Տերը մեզ հետ է, մեզ ուղղորդելու, առաջնորդելու, հաստատելու եւ ամրացնելու։ Այո, Սուրբ Հոգին հավիտյան մեզ հետ է, մեզ առաջնորդելու համար եւ մինչեւ խոստում, մինչև հավիտենական կյանք մեզ առաջնորդելու համար։ Եվ 26-րդ համարն ասում է. «Բայց մխիթարիչը Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկե իմ անունովը, նա ամեն բան կսովորեցնի ձեզ եւ կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասեցի»։ Նա կսովորեցնի եւ նա կհիշեցնի ձեզ, թե ինչ ասեցի։
նա կհիշեցնի Աստծո կենթանի խոսքը։ Սա նշանակում է, որ Սուրբ Հոգին նա է, ով մեզ կպահի ճիշտ ուղով վրա, ճիշտ ընթացքի վրա, ճիշտ գնացքի վրա, անընդհատ մեզ հիշեցնելով Աստծո խոսքը։ Երկրորդ կետը ավետարանի տարածումը։ Գործք առաքելոց 1:8 համարն ասում է. բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը։ Սուրբ Հոգին նա է, սիրելիներ, ով որ գործակցում է մեզ հետ, մեզ մղելու, առաջնորդելու, ոչ թե լուռ մնալու, այլ համարձակ քարոզելու ավետարանը, համարձակ քարոզելու փրկության խոսքը, համարձակ քարոզելու Աստծո սիրո նամակը, որ ուղղված է բոլոր ժողովուրդներին։ Տեր Հիսուս մեզ դատարկ չի ուղարկում, սիրելի եկեղեցի, դատարկ չի ուղարկում ավետարանելու, եւ ոչ էլ մեզ ուղարկում է ավետարանելու մեր սեփական ջանքերը, փորձառությունը ու շնորհները գործադրելով։ Նա մեզ ուղարկում է ավետարանել իր տված շնորհներից եւ տաղանդներից ելնելով։ Նա մեզ ուղարկում է խոստանալով Սուրբ Հոգու ներկայությունը, առաջնորդությունը, շնորհները ու պտուղները։ Նա մեզ դատարկ չի ուղարկում, այլ նա մեզ լցնում է իր ներկայությամբ, իր շնորհներով, իր տաղանդներով եւ մեզ ուղղորդում է համարձակ քարոզելու եւ ծառայելու Տիրոջը։ Գաղատացիներին ուղված նամակում ասում է. Հոգու պտուղը այս է. սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն, այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Նրանք, ովքեր որ Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ։ Ուրեմն եթե հոգով ենք ապրում, հոգով էլ վարվենք։ Իսկ եթե մարմնավորապես ենք վարվում, մարմնի գործերը պիտի անենք։ Եվ այս նույն գլխի մեջ Գաղատացիս 5-րդ գլուխ 10-ից 21 համարները խոսում է մարմնի գործերի մասին, թե ինչ է անում մարդը, շնություն, գողություն, պոռնկություն, տարբեր մարմնական ցանկություն, եւ ասում է այսպիսի բաներ անողները երկնքի արքայությունը չեն ժառանգելու։ Եվ շարունակելով խոսում է Սուրբ Հոգու պտուղների մասին, նկարագրելով, թե ինչ է սա, հոգու պտուղը այս է, եւ սկսում է թվարկել, սիրելիներ, եւ Աստծո խոսքն ասում է, եթե հոգով ենք ապրում, հոգով էլ վարվենք, չենք կարող հայտարարել մեկ բան եւ կատարել լրիվ մեկ այլ բան։ Ուրեմն եթե Աստծո հոգով ենք վարվում, ուրեմն եկեք ապրենք Աստծո հոգով։ Եթե հայտարարում ենք մեկ բան, եկեք այդ հայտարարությանը մնանք հավատարիմ։ Եթե հոգով ենք ապրում, ապա հոգով էլ եկեք վարվենք մեր կյանքի մեջ եւ մեր կենցաղի մեջ։ Կարող ենք հարցնել Տիրոջը ասելով. Տեր, ինչ շնորհներ ու ինչ պարգևներ ես տվել ինձ, որը կարող եմ ծառայեցնել քո փառքի համար, ծառայելով մարդկանց եւ քո եկեղեցուն։ Սուրբ Հոգով լցված այլ լեզուներով խոսելը դա Աստծո եզակի եւ առանձնահատուկ գործողությունն էր, որը ուներ հստակ նպատակ։ Հոգեգալուստի օրը խոսվող լեզուները հայտնի լեզուներ էին եւ ոչ թե անհայտ բարբառային կամ հատուկ հոգեվիճակի տակ խոսվող անհասկանալի ձայներ։ Եվ դա մենք տեսնում ենք Գործք առաքելոց 2-րդ գլուխ 5-ից 11 համարների մեջ, որտեղ ասում է. Երուսաղեմում բնակվում էին աստվածավախ հրեաներ երկնքի տակ գտնվող բոլոր ազգերից։ Երբ այդ ձայները հնչեցին, բազմությունը հավաքվեց ու խառնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում էին իրենցից յուրաքանչյուրի լեզվով։ Բոլորը հիացած ու զարմացած միմյանց ասում էին. ահա սրանք բոլորը, որ խոսում են, գալիլեացի չեն, ինչպես է, որ մեզանից ամեն մեկը լսում է իր մայրենի լեզվով։
Մենք պարթևներ ու մարեր, էլեմացիներ ու միջագետքից Հրեաստանում ու Կապադովկիայում եւ թվարկում է 15 երկրներ, Փրուգիայում, Պամփիլիայում, Եգիպտոսում ու Կյուրենիայի, Լիբիայի շրջաններում բնակվողներ ու հռոմեացի եկվորներ, հրեաներ, թե նորադարձներ, կրետացիներ ու արաբներ լսում էին, որ նրանք մեր լեզուներով Աստծո մեծագործությունների մասին էին խոսում։ Այս հատվածում մենք տեսանք, որ կային հրեաներ եւ տարբեր ազգերից, տարբեր մարդիկ, 15 ազգությունից, եւ նրանք ամեն մեկը Աստծուն ուղված մեծարանքը լսեցին իրենց ազգին բնորոշ լեզուներով։ Այս ժողովուրդը շփվում էր հիմնականում երկու լեզվով՝ հունարենով եւ արամերենով։ Սուրբ Հոգու զորությունն այնպիսին էր, որ նա աշակերտների միջոցով փոխանցեց մի պատգամ, որը հուզեց յուրաքանչյուրի սիրտը եւ նրանց առաջնորդեց ապաշխարության, առաջնորդեց Տիրոջը գալու։ Աստծո տված պարգևը գործում է մեկ կարևոր նպատակի համար, որպեսզի մարդիկ ապաշխարեն եւ իրենց կյանքերը բերեն Աստծո առջև։ Եվ որպես այս ամենի վառ օրինակ ունենք Պողոս առաքյալի համարձակ քարոզը, որի ընթացքում շուրջ 3000 հոգիներ ապաշխարեցին եւ Քրիստոս Հիսուս ընդունեցին իրենց կյանքի մեջ եւ մկրտվեցին եւ ավելացան եկեղեցուն։ Պետրոս առաքյալը 5 կտակարանից մեջբերումներ անելով խոսում է, որ մարգարեությունը կատարվել է, որ Հիսուսը Քրիստոսն է, ով գալու էր աշխարհ, ով խաչվելու էր, հարություն էր առնելու, ով Հայր Աստծո աջ կողմը պիտի նստեր, որպես միջնորդ մարդու եւ Աստծո միջև, եւ որպես Սուրբ Հոգով լցված քարոզի արդյունք մարդիկ ապաշխարեցին եւ ընդունեցին Տեր Հիսուս Քրիստոսին։ Գործք առաքելոց 2-րդ գլուխ 37-ից 41 համարները հետեւյալ խոսքերն է ասում. Երբ նրանք այս լսեցին, այսինքն Պողոս առաքյալի քարոզը լսեցին, իրենց սրտում զղջացին եւ Պետրոսին ու մյուս առաքյալներին ասեցին. «Ինչ պիտի անենք, եղբայրներ, լավ լսեցինք քարոզը, մենք լսեցինք, որ պետք ունենք Քրիստոսի, առանց նրա չկա փրկություն եւ մենք մեղք գործեցինք, լավ հիմա ինչ պիտի անենք»։ Եվ Պետրոսը նրանց ասեց. «Ապաշխարեք եւ ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի եւ դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք»։ Ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին եւ այդ օրը նրանք 3000 հոգով ավելացան։ Աստծո մոտենալու ճշմարիտ ուղին սկսվում է զղջմամբ, ապաշխարությամբ եւ Հիսուս Քրիստոսի միջոցով փրկություն ընդունելով, ինչը բերում է Սուրբ Հոգու ներգործությամբ միացում Քրիստոսի եկեղեցուն, եւ դա էլ իր հերթին բերում է եկեղեցական համայնքի աճ։ Եվ երրորդ կետը, սիրելիներ, եկեղեցու ծնունդը։ Այո, սա նաեւ հեշտ չեղավ։ Աստծո խոսքը Մատթեոս ավետարանի մեջ հետեւյալն է ասում. Սա նկարագրություն է այն բանի, որ Տեր Հիսուս համբարնում է երկինք։ Իսկ 11 աշակերտները գնացին Գալիլեա այն լեռը, ուր Հիսուսը կարգադրել էր նրանց, երբ նրան տեսան, երկրպագեցին, բայց ոմանք երկմտեցին։ Նկարագրում է երկու իրավիճակ. ոմանք երկրպագեցին եւ ոմանք կասկածեցին։ Եվ հիմա կրկին Գործք առաքելոց 2-րդ գլուխ 12-ից 13 համարներն ասում է. բոլորը զմայլված եւ զարմացած հարցնում էին միմյանց. «Սա ինչ կարող է լինել»։ Իսկ ուրիշները ծաղրելով ասում էին. «Քաղցր գինիով են հարբել»։ Սիրելի եկեղեցի, Աստվածաշունչը անընդհատ խոսում է այս երկու տեսակի, երկու խմբերի, որոնք կատարեցին իրենց ընտրությունը։ Ոմանք կընդունեն Աստծուն եւ ոմանք կմերժեն, ոմանք կլցվեն հավատքով եւ Սուրբ Հոգիով եւ ոմանք էլ անհավատությամբ եւ մեղքով կլցվեն։ Մարդիկ կարող են մերժել ծաղրելով, նաեւ կարող են մերժել միայն հիացմունքի խոսքեր ասելով։ Աստծուն ընդունում ենք հավատքով, հնազանդությամբ,
եւ խոստովանությամբ։ Եվ այստեղ հարց է առաջանում. ես դու որ խմբի մեջ ենք։ Նրանք ովքեր որ կկասկածեն, թերահավատությամբ կլցվեն, կծաղրեն, թե նրանք ովքեր որ կլցվեն հավատքով եւ երկրպագությամբ։ Սուրբ Հոգով մկրտության նպատակը Քրիստոսի մարմինը բաժանելը չէր, այլ Քրիստոսի մարմինը միավորելն էր եկեղեցու մեջ։ Առաջին քրիստոնեական համայնքի ձևավորումն է հաջորդը նկարագրում։ Գործք առաքելոց 2-րդ գլուխ 42-ից 47 համարները, մարդիկ, որոնք որ իրենց ընտրությունը կատարեցին եւ միացան Քրիստոսի եկեղեցուն, եւ ասում է հետեւյալը, որ նրանք ջերմեռանդ հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանը եւ աղոթքներին։ Նրանց ամբողջ կենցաղը կենտրոնացած էր Աստծո վրա, կենտրոնացած էր Քրիստոսի եկեղեցին կառուցելու վրա։ Նրանք իրենց ամբողջ կյանքով, կենցաղով, աստվածպաշտությամբ մեկ նպատակի համար էին ծառայում։ Քրիստոսի անվան փառքի համար եւ եկեղեցին միավորելու համար։ Եվ հարց, մեր գործողությունը, մեր կեցվածքը, մեր խոսքերը արդյոք նպաստում է եկեղեցաշինության համար։ Առաջի դարի եկեղեցին սա մի հրաշալի եկեղեցի էր, ով երկյուղ ուներ Աստծո հանդեպ։ Սա Սուրբ Հոգու շնորհներով լցված եկեղեցի էր։ Սա իր ունեցվածքը կիսող եկեղեցի էր։ Առաջի դարի եկեղեցին սա մի ուրախ եկեղեցի էր լցված Աստծո Սուրբ Հոգով։ Սա մի հոգատար եկեղեցի էր, ովքեր հարգանքի էին արժանանում ողջ մարդկանց կողմից։ Նրանք աճող եկեղեցի էին, քանի որ Տերը ամեն օր փրկվածների էր ավելացնում նրանց թվի վրա։ Եկեք մենք հավատարիմ մնանք մեզ վստահված ծառայության մեջ եւ Տերն էլ եկեղեցի մեջ կավելացնի փրկվածների թիվը։ Սիրելիներ, ամփոփելով հոգեգալուստը նշանավորվում է Սուրբ Հոգու գալուստը, ավետարանի քարոզչության համաշխարհային մեկնարկը եւ առաջին եկեղեցու ծնունդը։ Սուրբ Հոգին զորացնում է հավատացյալներին, ավետարանը խիզախությամբ տարածելու համար։ Պենտեկոստեն ցույց է տալիս, որ Աստծո փրկության ծրագիրը հասանելի է բոլոր ժողովուրդների, ազգերի եւ լեզուների համար։ Եվ ուզում եմ հարցնել, իսկ դու մաս ես կազմում Աստծո այս մեծ ծրագրին, քարոզելով Քրիստոսի ավետարանը։ Տերը թող օրհնի յուրաքանչյուրի սիրելի եկեղեցի, որպեսզի մենք էլ լցված լինենք Աստծո Սուրբ Հոգիով, նորոգվելով եւ նաեւ մեր դիմացինի համար պատճառ լինելով, որպեսզի նա էլ իր կյանքի մեջ նորոգ